Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդում ուզում եմ սկսեմ Շիրազի մասին մի պատմությունով։ Եվ այսպես, գիշերը Շիրազը չէր քնել։ Սպիտակեցած պատի վրա կարմիր մատիտով ոչ թե գրել, այլ դաջել էր 6 տողանոց անմոռաց էքսպրոմտը, որը շուտով պիտի մտներ համաշխարհային գրականության ոսկեֆոնդ։ Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք ողմերի պես խուժեցիք վայրակ։ Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, դուք ողմերի պես ոռնացիք վայրակ։ Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք ողմերի պես կկորչեք վայրակ։ Առավոտյան պատին դաջածը արագ գրի առնում, խնամքով դնում ծոցագրպանը և շտապում է խմբագրություն։ Չնայած տեղ չհասած հանդիպում է գրող Նաիրի Զարյանին, այստեղ որ ես հասա, միանգամից սրտս սկսեց խփել, ասի հաստատ կարդացել է Նաիրի Զարյանը ու միջև դա կտպագրվեր, մատնելա, բայց էլ հիշեցի, որ իրան չի հասցրել մատնի, որը մեծ հետաքրքրությամբ լսում է բանաստեղծությունը և Շիրազին առաջարկում է այդ էլ կարդալ նույն օրը ֆիլհարմոնիայի դահլիճում կայանալիք միջոցառմանը։ Պատերազմի սկիզբն էր հրամարչյան։ Մարդիկ արյունահեղ կռվի էին գնում։ Այդ էր պատճառը, որ դահլիճում ծափահարություններ չհնչեցին, միայն լսելի էին բանաստեղծի անունը, վանկարկող ձայներ՝ Շիրազ, Շիրազ։ Ժամանակն անց իր մոտ է կանչում Ավետիք Իսահակյանը։ Շիրազը տեղավորվում է վարպետի կողքին թղթի վրա։ Իսահակյանը գրկում է Շիրազի ուսը և փոքր-ինչ հուզված բանաստեղծի ճակատից խնամքով հետ է տանում անհանգիստ մազափունչը, համբուրում, ապա բանաստեղծական տողերը ոչ թե արտասանում, այլ կարդում է զրույցի պես. Այո, մենք կմնանք մեր լեռների պես, նրանք կգնան վայրի հողմերի նման։ Գիտես տղաս, շարունակում է վարպետը, հայերս ռազմի շատ երգեր ունենք, բայց դու նոր բան ասացիր։ Իմացիր, Շիրազ, դու հիմա գտնվում ես ռազմաճակատում դիրքերի վրա, այդպես է։ Երգդ անվանել ես էքսպրոմտ, բայց սա պոեմ է իր էությամբ, ունի սկիզբ, վերջ, եզրահանգում և ընդամենը 6 տող։ Սա ևս նորույթ է, մի խոսքով լավ բան է ստեղծել։ Երբ Իսահակյանը իմանում է, որ բանաստեղծությունը Շիրազը գրել է գիշերը պատի վրա կարմիր մեծ տառերով, հուզմունքից թե ուրախությունից սկսում է հայրաբար խառնշտորեն բանաստեղծի մազերը։ Դու իմ Հովհաննես, Շիրազ ջան, Շիրազ, գիտիր տղաս, քո էսպրոմտը կմնա, քանի աշխարհում ուրիշի ունեցվածքին ու երկրներին աչք դնող թալանչիներ կան։ Իզուր չէ, որ այդ երգը գրել է հայրորդին, ում թալանեցին, զավթեցին, բայց նա կա, կլինի։ Ու պատահական չի, որ ես այսօրվա հաղորդումը այս տողերով եմ սկսում։ Մենք ամենավատ շրջանն ենք ապրում, թերևս գուցե ոչ ամենավատ շրջանը, բայց երևի ամենավատ շրջաններից մեկը, ու չէր խանգարի, որ երբեմն մենք այս տողերը հիշեինք, որ մենք կմնանք մեր լեռների պես, իսկ մնացած այս մանր-մունրները պիտի գնան, պարտավոր են գնալ։ Այդպես եղել է պատմության մեջ, հուսով եմ այդպես էլ կշարունակվի, բայց ոչ առանց մեր մասնակցության։ Եվ այսպես, այս տողերը ասելուց հետո տեսնենք ինչ է կատարվել այսօր և ինչ է կատարվում մեզ հետ։ Ես խոստանում եմ այս այլանդակի պարելը ցույց չտալ, մի քանի խնդիր կա այստեղ, դրա մասին ենք զրուցել։ Հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների կառավարությունը եւ անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ուզում ասի, ինչ ուզում եք արեք, ես մեկա դավաճանելու եմ։ Ի հեճուկս ձեր բոլորի լռությանը ես մեկա դավաճանելու եմ։ Վարչապետ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել։ Եվ նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը եւ թե երկրորդը։ Խաղաղության համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են 1 ամիս առաջ։ Նախքան ստորագրելը Բաքուն պահանջում է լուծարել Ղարաբաղյան հարցի լուծման համար Ես այս պահ ուզում եմ նայեք,
Սա ադրբեջանական պատվիրակությունն է։ Մինսկի խումբը եւ փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Սա հայկական պատվիրակությունը։ Այս ովքեր որ նստած են Արաբատի կողքը, հա, սրանք պետք է լավ իմանան։ Խնդրում եմ անպայման պատգամներ ստեղ հասցրեք իրենց, որ իրենց դատելու են նույն ձևի, ինչպես Ռիբենտրոպի։ Ռիբենտրոպը դեսպան էր, չէ, որ մարդ չէր սպանել, բան չէր անել։ Իրենց բոլորին, այսենց, այս դեմքերը որ նստած են, իրանք հիմա Արաբատի եւ ոչ միայն այս ամբողջ ընթացքում իրենք Հայաստանի մահախոսականն են գրում եւ աշխատում են դա իրականացնել։ Եթե սրանց բարեկամ կա, ճանաչող կա, չգիտեմ, սրանք Հայաստանում են, չէ՞, ապրում, Մարսի վրա չեն ապրում։ Եթե սրանց ճանաչող կա ու տեսնում են ու բարև են տալի, նշանակում է իրենք այդ մահախոսականի ջատագովներն են, ասենց ասեմ, իրենց համար միևնույն է Հայաստանը կլինի, թե չի լինի, Հայաստանը կլինի, ինչ կարգավիճակում չի լինի, նշանակում է իրենք արժանի են նրան, ինչ սրանք նախապատրաստում են իրենց համար։ Սա ես կրկներում ամեն օր, որ ամեն հայ ասենց վախենա դուրսը մեկին բարև տա։ Մտածի, այս տականքը, այս են տականքներից է, թե մյուս տականքներից է։ Հա, այսինքն տականք ոնց ասեմ, նախկինա թե ներկայա։ Կամ արդյոք ես նկատում ես պաշտոնյաներին, էլի դրանց մեջ լավ ու վատ չեն կարող լինել։ Այնքան եմ ասելու մինչև այդ պաշտոնյա, ցանկացած պաշտոնյայի բարև տալուց մարդ դողա, մի քիչ մտածող մարդիկ սկսեն մտածել։ Հիմա այս սրանց կոնկրետ սրանց համար եմ ասում, այ իմ ասես նստել են, չէ՞, այս դեմքերով։ Իրանք շատ լավ պետք է իմանան, որ բանի ճակատագիր իրանց է սպասում։ Ցանկացած դավաճանի ճակատագիր, հա, իրանց բարձր ոնց կբերի, գնանք առաջ։ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ով եք դուք, որ անեք, չկա ԼՂ հակամարտության էջ, կա Հայաստանի պատմություն, իսկ մենք դա անում ենք, դուք գլուխները պատին եք տալիս, դրա համար էլ առանձին հոդված կա, եթե մենք պետականություն ունենայինք, մենք պետականություն ունենայինք, քո հիմա վզից այսպես օլորած, փոխած տալել էին արդեն, ու վաղուց էին տալել, չեն հասցնի դու այս վիճակին հիմա դեռ խոսած, մենք դա անում ենք, չկա ԼՂ հակամարտություն, տականք, ամբողջ արցախցիներին բերել լսելս Հայաստան։ ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Գործընթացը Մի պրոբլեմ կա ստեղ։ Ճիվաղին ասեք, դու չես ստեղծել այդ կառույցը ու դու չես կարող փակել։ սկսելուց առաջ Փաշինյանն ուզում է համոզվել, Նայում եք այս նստածների դեմքը բոլորի։ Նայում եք, սրանք բոլորը հանցակից են։ Բոլորը գնդակահարության ենթակա։ Այսինքն ինչ հասնում է դավաճանին, էլի։ Հիմա հասկանում եք ինչքան դժվար բան է լինելու, մի հատ բան է, պաշտոնյայի բարև տալը։ Դա լինելու համարյա ասենց ասեմ, անհնարին մի բան, մտածող մարդու համար, էլի։ Մտածող, թե չէ շարքային, ոնց ասեմ, շարքային սպառողի, որ իր համար մեկ է, իր գլխին ով է կանգնած, թուրքա, ռուսա եւ ընդհանրապես իր ճակատագիրը վաղը ինչ կլինի, իհարկե ինքը չի լսում, իր համար դա միևնույն է։ Բայց իմացեք, ով հենց հիմա կա ազգային ժողովում նստած, ու շարունակելու է նստած մնալ, բոլորը հանցակից են Նիկոլ Փաշինյանի հետ։ Արդյոք լայն մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը հակամարտությունը Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելու նպատակ։ Այս Սերժիկի թե Քոչարյանի անմեջիկն է։ Այսինքն այս անմեջիկը փոխանցիկ կարմեջ դրոշ էր իրանց համար, էլի։ Հերթով սես փոխանցեցին եկան։ Ինչի՞ ես նստած ընկեր ջան այդտեղ։ Դու հասկանում ես, չէ՞ քո պատասխանատվության աստիճանը։ Հիմա Արմեն Գևորգյան։ Դու հասկանում ես, չէ՞։ Քեզ առանձին եք անում, ոչ թե առանձին ձեզ առանձին եք հասնելու։ Ով չէ, եւ որպեսի կողմերի մտահոգությունները փարատվեն, այս հարցերը նույն պահին ու նույն վայրում պետք է լուծվեն։ Սա ընդ որում պաշտոնական առաջարկություն է։ Նիկոլ Փաշինյանի առաջարկին Բաքվից դեռ չեն արձագանքել, երկու փաստ Բաքուն թեքած ունենա նույնիսկ այդ առաջարկի վրա, ու իրան դա հետաքրքիր չի։ Ի տարբերություն այս օխլոզի Ալիև հասկանում է, որ իրանք չեն կարող լուծել Մինսկի խումբը։ Կարող են հայտարարություններ ընդունել, կարող հայտարարություն ընդունել, որ Արցախը գոյություն չունի։ Ինչ ուզեն կարող են ընդունել։
բայց ի տարբերություն սրա ինքը հասկանում է, որ դա ոչ մի բան չէ, դա չգիտի ինչա, էլ ինչ արձագանքի կամ չարձագանքի, բայց ինչի արձագանքի եւ իրենք կարող են ավելի շատը ստանալ։ Հələ պետք է Հայաստանի լուծարումներ ստանան, չէ՞։ Փաստաթղթերի միաժամանակյա ստորագրությամբ էլ ոչինչ չի փոխվի, մտահոգությունները չեն փարատվի, համոզված է Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ինչպես կարող են երաշխավորել Ադրբեջանը նոր պահանջներ չներկայացնելու, եթե հիմա արդեն բանակցային սեղանին առկա բոլոր պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ Ուզում եմ հասկանամ, իսկ խմբում մենք հենց այն բանին պիտի լուծարենք, երբ որ իսկ խմբի համանախագահ երկրների հարաբերություններում դրական դինամիկա կա եւ իրենք սկսել են խոսել արդեն իրար հետ եւ գուցե այդ ֆորմատը աշխատի։ Լուրջ ես ասում, դու մտածում ես, որ դու կարող ես Քրիստինե Վարդանյան դու Միսկի խումբ լուծարել, ու մտածում ես լուծարել թե չլուծարել։ Իհարկե, եթե մարդ միջև հիմա ազգային ժողովում նստած է, տարական բաներն էլ իհարկե պետք է չիմանա։ Իրենց աշքելված է իմանալ դա։ Որտեղ եթե դա իմանան, կարող է նաև իմանալ նրա մասին, որ իրենք նստած ազգային ժողովում իրենց հանցակից են ուղղակի։ Բայց դիտեք ինչ, խոսեք դրա մասին, իմանաք դրա մասին, չիմանաք դրա մասին, դուք հանցակից եք։ Մենք առաջ։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետությունից տարածքներ է զավթել եւ ոչ մի մետր չի նահանջել։ Այս պահանջները կատարելուց հետո էլ խաղաղություն չի լինի։ Հայաստանին նոր պահանջներ է պարտադրելու, կարծում է ընդդիմադիր падգամավորը։ Եկեք նայենք բանակցությունների դինամիկան 5 տարիների։ Ադրբեջանի քանի պահանջ է հնարավոր եղել սեղանից դուրս բերել նրա պահանջները կատարելով։ Միսկի խմբի կարիք հիմա կա ավելի շատ, քան եղել է հակամարտության կարգավորման ամբողջ ընթացքում։ Փաստորեն Ադրբեջանի կարիքները բավարարվել են, հա, ուզում եք ասել ձեր իշխանության օրոք։ Չասեմ ձեր իշխանության օրոք։ Դուք եղել եք այդ ընթացքում падգամավոր եւ փաստորեն իրականացվել է կառավարության կողմից, որ նաեւ դուք եք ներկայացնում, դուք եք ընտրել, դուք եք ամբողջ համակարգի մի մասն եք, ու փաստորեն ձեր օրոք եղել է Ալիևի պահանջների բավարարում։ Դուք հասկանում եք, որ դուք հանցակից եք, ուզում եք ընդդիմադիր խմբակցության մեջ եղեք, ուզում եք իշխանական խմբակցության մեջ եղեք, դուք դեռ այնտեղ եք, դուք ապահովում եք այս հանցավոր կառավարության գոյությունը, աշխատանքը եւ դուք հանցակից եք։ Տիկին Քրիստինե Վարդանյան։ Ուզում ես տրամադրությունով ամեն օր գնաս քնելու։ Ամեն օր ախնանաս այս տրամադրության, այս գիտակցություն, որ դուք հանցակից եք, դուք բոլոր Նիկոլն եք, ուղղակի տարբեր դեմքերով են։ Գիտի, էլ ինչ առաջարկի, որ ձեռք բերի մի թուղթ, որի վրա գրված է խաղաղություն։ Էս է խնդիրը։ Եթե այդքան հասկանում եք, ինչի վարչապետի աթոռից չեք զրկում դրան։ Ինչի իմպիչմենտի գործընթաց չկա, եթե չեք կարողանում իմպիչմենտի գործընթաց անել, ապահովել, վայր դրեք արա ձեր մանդատները։ Չեք անում ոչ են, նշանակում է ուղղակի խոսքի մակարդակի վրա եք, իբր դրա դուք դեմ սլավասնիկոսը։ Արցախցիներն էլ են դատապարտում Փաշինյանի Միսկի խումբը լուծարելու պատրաստակամությունը։ Հույս ունեն, որ այս ճանապարհով դեռ հնարավոր է առաջ մղել Արցախ վերադառնալու իրավունքը։ Խիստ դատապարտելի է, որ Արարատ Միրզոյանը կլինի, Նիկոլ Փաշինյանը կլինի, թե պաշտոն զբաղեցնող կոնկրետ անձինք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության այդ մեխանիզմները վիժեցնում են։ Վարչապետին հարցեր տվեցին միայն իր թիմակիցները։ Ես պետք է ասեմ, Արցախի ժողովրդի իրավունքները առաջի վիժեցնող դուք եք եղել։ Դուք, որ դուք 9 ամիս լուր չպաշտպանեցիք Արցախի ժողովրդի ուտելու ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Մնալով ռուսական զորախմբի տեղական իշխանությունների, իշխանիկների հաստ աղիքի մեջ ամբողջ 9 ամիս դուք իրականացրեցիք հենց այդ իրավունքների խախտումը հենց Արցախում։ Բաքվի մյուս պահանջից սահմանադրության փոփոխությունից էլ խոսեց Հայաստանի ղեկավարը։ Բաքվից պահանջում են Հայաստանի մայրօրենքից ջնջվի անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում է Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ Համարում են, որ սա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է։ Հայաստանի սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անպեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Չկա, պաստորեն։ Այս
իդիոտը, եթե ցան իհարկե կարելի է իդիոտ ասել, սա իդիոտ չի, սա տիեզերական մասշտաբների թշնամի է այս ժողովրդի։ Ինքը չի հասկանում մի բան, չի ուզում հասկանալ, որ Ալիևը իր նման իդիոտ չի, ինքը կարդալ գիտի։ Եվ ինքը հասկանում է ինչ է նշանակում սահմանադրության նախաբան։ Որ սահմանադրության նախաբանում հղում է անվում դրան, դա սահմանադրության մի մասն է, դա Հայաստանի Հանրապետության մի մասն է, որը դու խախտել ես Փաշինյան Նիկոլ։ Քո Ստյոպիկ Սաֆարյանի քրոջ հետ ինչ ուզում եք ընդ մոգոնեք սահմանադրական դատարանի այդ իդիոտ եզրակացության վրա, իբր ընդ ոչ մի բան չկա, Արցախի նկատմամբ ոչ մի պահանջ չկա, դու կարող եք ինչ ուզում եք մոգոնեք հայտարարեք, բայց ի տարբերություն ձեզ Ալիևը կարդալ գիտի։ Հասկանում եմ, որ կա։ Ու ասում է, չէ, դու դա էլ պիտի փոխես։ Դա կա, որը դուք խախտել եք։ Դուք հանցագործեք, այսպես է թե այնպես։ Նույնիսկ եթե ինչ որ մի հրաշքով է սահմանություն մեջից դա է ջնջվի, դուք մեկը դա հետադարձ ուժ չունի, դուք հանցագործեք ուղղակի։ Գիտեք ամենավանը ինչն է հետաքրքիր, ես որ ամբողջ օրը մտածել եմ։ Այս հայկական քաղաքական դաշտը ուր է, տեսել եք, լուրջ եմ ասում։ Հայկական քաղաքական դաշտը, նույնիսկ մերձ իշխանական դաշտը, եթե դա քաղաքական դաշտ է, պետք է ասել եղբայր, մենք ճիշտ է քաղաքական դաշտ ենք, մենք մերձ իշխանական ենք, բայց մենք հանցագործ չենք կարա հանցագործությունը, ակներև հանցագործությունը մենք պաշտպանենք, հա, որովհետև քեզնից հետո երևի կյանք կա։ Լսում եք, լռությունը, տոտալ լռությունը, այս լռությունը ինձ սպանում է ուղղակի, մտածում լավ, միթե մի ձայն վճռական, հիմնավորված չի գալու։ Ասեք, ոսկե մի հոգու կամ երկու հոգու մասին չի, քաղաքական դաշտը մեր մոտ շատ բան է, բազմաշերտ է, դուք պատկերացնում եք այնքան վատ է վիճակը, որ սրան հակադարձող չկա, որ տղա ջան, դու հանցագործ ես։ Ես եմ ասում, 1-2 ելույթների մասին չի խոսքը։ Գոնե ինչ-որ պլատֆորմ ստեղծված լիներ միջևը։ Պլատֆորմ, հա, պլատֆորմ, գիտեք որ նա որ մի հոգի չի։ Պլատֆորմ է, էլի։ Որ ելնեին, մտնեին դատարան, հենց այս հարցով մտնեին դատարան, ասեն, արա, դու հանցագործ ես, արա։ Գոնե պրոցես կազմակերպեին։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի դատարանում միևնույն է նույն էշությունը պնդելու էր, բայց պրոցես կլիներ, Ալիևը կտենար, որ դրա դեմ պրոցես կա։ Ես որ ասում եմ ընտրություն, որ չեմ ասում ընտրությունները իդեալական է, ես որ ասում դատարան, որ չեմ ակնկալում, որ դատարանը որոշում ընդունելու, չէ, բայց այդ պրոցեսը պիտի լինի, որը ցույց տանք, ախպեր, այսքան մարդ անհամաձայն է եղել սրա հետ։ Չկա, ոչ մի պրոցես չկա, գնանք առաջ։ Խնդրում եմ ոտքի կանգնել։ Սահմանադրական դատարանը 7 ամիս առաջ է որոշել, որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա երկրի մայրօրենքում։ Դատարանը որոշել է, սահմանադրական դատարանը որոշել է, ինչ ուզեք կարող դուք որոշեք։ Ալիևը նույնիսկ ասի մի տարբերություն ձեզ կարդալ գիտի։ Այն ինչ որ դուք Նիկոլի ասածները ասում եք, որ իբր գեղացու շուշտությամբ դուք խափեք։ Հա, կարող ասենք ձեր ոչխար հետևորդներին խափեք, հա, որ ձեզ դեռ հավատում է, որ ձեզ դեռ լուրջ է ընդունում, դա ուրիշ բառով կներեք, ուղղակի ես չեմ կարող ասել։ Դուք դրանց կարող եք խափել։ Որին է սահմանադրություն ասեց, սահմանադրական դատարան ասեց, այնտեղ ուրիշ պահանջ չկա։ Այնտեղ պահանջ չէ, այնտեղ փաստագրում է դա։ Փաստագրում։ Ինչ պահանջ։ Դե պահանջ չկա, դե փաստագրում է այդ ամեն ինչի։ Եթե իսկապես մտահոգված են եւ սա խաղաղության պայմանագիրը տապալելու պատրվակ չէ, Հայաստանի վարչապետը առաջարկում է խաղաղության համաձայնագիրը ստորագրել, խորհրդարանով վավերացնել ու դարձնել սահմանադրությունից ավելի բարձր ուժ ունեցող փաստաթուղթ։ Եվ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է, մեջբերում եմ. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Հասկացաք հիմա ազգային ժողովում վերընկած падգամավորներ։ Ինքը ձեզ հիմա ասում է, որ այ հոտ լսում եք, որ իբր ինձանից դժգոհ եք, ինչ չեք հավանում, ինքը իբր իմ բաներն եք, ընդդիմադիրներն եք։ Հեսա ես մաս ստորագրելու եմ, բերել եմ դնեմ դեմները,
Դուք կողմ քվեարկեք դեմ ինչ ուզում եք քվեարկեք, մեկը դա ընդունվելու է, որովհետև մեկ մեծամասնություն ենք։ Հա, ու դա լինելու ավելի բարձր, քան սահմանադրությունը։ Հիմա այս Քրիստինե Վարդանյան, որ դու խոսում ես իբր դու համաձայն չես Նիկոլ Փաշինյան, ինքն ասեց ինչ է անելու, ու որպեսզի դա անի, քո ներկայությունը պարտադիր է, որտեղ եթե կազմալուծվեց խորհրդարանը, դա չի կարա իրականանալ։ Դուք հիմա հասկացաք ինչ եք անում եւ ձեզ հավատացողներին, հետևորդներին, ինչ կարգի ապուշի տեղ եք դուք պահում։ Լսեցիք։ Լսեցիք։ Հիմա տեսնեք, այսօր բանը ասում են Սերժ Սարգսյանը, հանրապետական բանը ՀԿ-ի խորհրդի նիստ է գումարել քննարկել պետության առաջ տարածած անվտանգային բանը մարտահրավերները։ Ես որ տեսածի կարող է Սերժ Սարգսյանը որոշել է մեռնելուց առաջ մի լավ բան արածել, էլի սենց իջա, ստեղ ինչ են քննարկել, ինչ են որոշել, բան խոսած։ Ոչ մի։ Ես մտածում եմ հիմա պետք է ասի, քանի որ երկիրս վիճակում է եւ ճիվաղն է տանում այս ճանապարհով, հա, ես չեմ ուզում, որ իմ կուսակցությունը եւ իմ խմբակցությունը լինի այս հանցագործությունների հանցակից։ Եվ ես կոչ եմ անում իմ խմբակցության պատգամավորներին վայ դնել մանդատը եւ հրաժարվել այս հրեշային, այս դավաճանական ծրագրերի մասնակցելու process-ին մասնակցել։ Ոչ մի խոսք դրանից, ոչ մի խոսք դրա մասին, բայց փոխարենը ես տեսնում եմ ինչքան թվացյալ բանական մարդիկ ոգևորված Սերժ Սարգսյանի խոսքերով Սերժ Սարգսյանն են տարածում։ Դուք չեք հասկացել, որ ակամա խոստովանում եք, որ մի Նիկոլել դուք եք, որովհետև Նիկոլ Փաշինյանը ու Սերժ Սարգսյանը նույն բանն են իրականացնում իրար հետ, Ռոբիկի հետ միասին։ Եթե չեք իրականացնում, արա հրաժարվեք ձեր մագնատների։ Հեսա բերելու է, դնի դեմները, տասի ուզում եք կողմ եղեք, ուզում եք դեղ եղեք։ Եթե կա խորհրդարան, ուրեմն սա լեգիտիմ է, վերջ։ Հասկացաք։ Իսկ հիմա հասկացաք ինչքան շատ են Նիկոլները մեր մեջ ժողով։ Պատկերացնում եք ինչքան շատ են Նիկոլները մեր մեջ։ Ինչքան տարբեր դեմքերով են հանդես գալիս։ Ես ուղղակի չափանիշ ասեմ, եթե տեսնում եք չեն ասում, այս իշխանությունները հանցագործ, լեգիտիմությունից դուրս, սահմանությունը խախտած, դավաճան ոհմակ են, ու սրանց հետ ցանկացած մեկը, որ առնչվում է, ինքը նույնպես հանցակից է, ուրեմն իմաստն այդ գործում եք դուք, տարբեր դեմքերով են, որ ասում է մոխրագույնի 50 երանգներ է, դուք այդ մոխրագույնի 51-րդ կամ 47-րդ երանգն եք տեսնում, ուղղակի տարբեր դեմքերով։ Ես երբեք չէի մտածի, որ այս քանակությունը կազմում վասկանների, դավաճանների թիվը։ Ես գիտեմ, որ իրանք շատ են։ Ես իմ ունեցած մոտավոր հաշվարկներով ես մտածում եմ դրանք այո 100,000 ավելի են, 100,000 եւ ավելի, բայց ոչ, այդ 100,000 ավելը ամբողջ քաղաքական դաշտն է վերցրել։ Այ ես դրան պատրաստ չէի, ես մտածում եմ գոնե ինչու իրան պատակը մնացած պիտի լինի։ Մենք չգիտեմ ում դեմ ենք կռիվ տալի, ազնիվ խոսք։ Ու ինչ մեթոդներով ենք մենք դրան կռիվ տալու, դրա դեմ կռիվ տալու։ Բայց դա մասին մենք դեռ խոսենք։ Ես էլ եմ ուզում դες հիշեցնել։ Շանսը ո՞րն է, շանսը 100-ից 90 խփեմ, 80, 70 թե 60 է դա։ Ինչքան ուզես այնքան խփենք։ Ասենք Սերժիկներ, Ռոբիկներ, դուք ինչ եք արել։ Դուք այս համակարգը ստեղծել, սիրուն բարձրագույն մակարդակի վրա հասցրել, փոխանցել, երկար ժամանակ նաև սպասարկել Նիկոլի համար ձեր կադրերով։ Ոչ եք մոռացել, որ ով էր Սերժիկի կներեք, Նիկոլի առաջի դատախազը Սերժիկից մնացած։ Հա, ով էր Նիկոլի այդ ընտրական հանձնաժողովի նախագահը, էլի Սերժիկից մնացած։ Ով էր Սերժիկի Նիկոլի ինչ տարբերություն, իր ԱԱԾ պետը Սերժիկից մնացած, ոստիկանապետը Սերժիկից մնացած։
ամեն ինչը Սերժիկից մնացած տղեցին համակարգը սենց իդեալական, որ ինչքան ուզենան, որտեղ ուզենան, ոնց ուզենան խփեն, ու մեկ էլ հիմա դուրս են գալիս սպիտակ կոստյումով, փորձում են ներկայանալ, որ այս էշը մենք չենք տալի կապը մեր գոմի դեմը, ով պաչել է այս էշի ճակատը թողնել պատասխան տա։ Դուք մոռացել եք, որ այս էշին դուք եք ծնել, դուք եք մեծացել, դուք եք բերել փաթաթել հանրապետության վզին եւ ամենակարևորը սպասարկումներ եք դուք արել, խոտնել եք դուք տվել, տակնել եք դուք մաքրել, զռալնել եք դուք սովորացել բոլոր ձևերով։ Սա ձեր պահած էշնա միջև հիմա։ Իրա ամեն ինչով ասեմ, միջև հիմա էլ խոտնել եք դուք տալի, տակնել եք դուք մաքրում, գոմնել եք դուք պահում, որ հանկարծ այդ էշը անտես չմնա երկնքի տակ, որ հանկարծ խորհրդարանը չցրվի, ու այդ էշը ձեր ասած կարողանա իրականացնի իր գործերը միջև վերջ։ Նույնիսկ եմ ասում, ես չեմ անդրադառնա սրա վրա, սրան հասկանալով, մտածելով հանդերձ, որ մարդիկ երևի արդեն հասկացել են, էլի ինչ կարիք կա ամեն անգամ սրա մասին ասելու, բայց պարզվում է թե չէ։ Մենք Նիկոլ ենք ընտրել։ Մենք Նիկոլ ենք ընտրել, մենք պահել ենք ժամանակն է, պահել ենք, բերել ենք, որ այս ամեն ինչ իրականացնի։ Ու հիմա չկմեղացել են, որ իրանք կապ չունեն, մինչև իրանք են նորից պահում, էլի։ Ինչ լավ է, չէ՞, վիդեոները, որ կա։ Որտեղ են Լևոնի վկաներին ժամանակ է որ բան ասում ենք, ասում են, այդպես բան չի եղել։ Այդպես բան չի եղել, մեր նախագահ 7 մեռած լեզվի մասնագետ, ինքը տիտանական գործ արել, տիտանական, Ավիդելու Հայաստանի մասով, ֆանտաստիկ գործ արել, Հայաստանի շահերը դավաճանելու մասով, ֆանտաստիկ գործ արել, միջև այս վիդեոները դուրս ելան, YouTube, հատվածներ, հիշողություններ եւ այլն, հիմա գոնե մեկ-մեկ կարող ես ուղարկես, ասես նայ արա, նայ ինքեջ ջան, այս ձեր վանոն է ասում, թեկուզ մի 800 պետք է 800 հոգի խփեք փռեք։ Ինչն է սա պետ ռեֆորմները, երբ որ կարելի է դրա փոխարեն ասենք երկու հատ բան առնել, ջրցան մեքենաներ, պետք է մի քանի 100 հոգի խփեք սպանեք։ Ինչ լավ է, չէ՞, ամեն ինչը կա։ Բայց բարձում է, սա էլ քիչ է, այս ամեն ինչի պարագայում էլ էլի մեր հերոսը, մեր վարպետը, մեր փրկիչը, հեսա գալու է փրկի մեզ։ Հիմա ասեց, որ նայում եմ առանց չառանալու։ Կողքից ուզում եմ ասած անալիզի աչքերով նայել, էլի։ Որտեղ է փրկությունը։ Երեք խոսում ենք, որ եթե երկու կաթողիկոս ուզենան, կարող են ինչ-որ մի բան անել։ Բնականաբար նրանք չեն ուզենալու, որովհետև նրանք ու իրենց գլխի տերը չեն։ Մենք լավ գիտենք, չէ՞, ով ում է պահում։ Ասենք Գարեգինի աղբերը, եթե մի շաբաթ առաջ էր, չէ՞, ճիվաղը, մանկապիղծը Մոսկվայի, Պուտինի կողմից նվերաստանում, ինչպես աղբերը ստեղ։ Դե արամ կաթողիկոսներն իր հերթին դաշնակների տակ ոչ մի շանս չկան դեր, էլի, զերո շանս է, էլի։ Ինչքան է սրանք ուզում է բողոքեն դաշնակներից, բայց դաշնակներն են իրաց պահում եւ դրսում, եւ հենց խորհրդարանի մեջ, նաեւ։ Որովհետեւ եթե դաշնակները չուզենային դրսում սփյուռքը որ սուս փուս մնար, հիմա պայթասել են, այս պահանջատիրությունից հրաժարվելը, Արցախից հրաժարվելը, ցեղասպանությունը ուրանալը, այս ամեն ինչի հիման վրա, եթե դաշնակցությունը ուզենա սրան պայթասնել սփյուռքում, սրանք չեն կարող սփյուռք մտնել, չեն կարող ոչ միտեղ ոտ դնել, բայց հիմա կանգնած ինչ ասես ասում են, արժանին ասում դաշնակներին, ինչ ասես ասում, մտածում եք, որ երկու կաթողիկոսները կարող անեն, դնել չեն, չէ, ոչ մի շանս չկան, ոնց պետք է անեն, իրանք իրաց տերերի դեմը չեն հաճալու, թողնել են հավատացյալները, եթե իրաց թվում է այդ կաթողիկոսներն են իրաց աստվածները, սա է իրավիճակը, բայց դա չի որ անելիք չկա, սա դա մասին պետք է խոսենք, մի հատ էլ հիշացնեմ էլի ով ասել, հələ լսեք
Սա Մոնտեյի մասին։ Միայն այդ չեն գնար ուրիշ բան։ Այստեղ ոչ թե կրակը դադարեցնելու մասին է խոսքը, այլ հանձնաժողովական գործողություններ, ասենք տարած գրավելու մասին։ Տարած գրավելու։ Հանկարծ չգրավեք, հանկարծ բան չանեք, ոչ մի բան չանեք, մեզ ոչ մի բան պետք չի։ Հաղթանակած, պատերազմի գեներալ, պատերազմի հերոս, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, հաղթած գեներալ, հաղթած նախագահ։ Որ ի սկզբանե ամեն ինչ պետք է պարտված լիներ, բայց իր բախտը չբերեց էլի Լևոն Տեր-Պետրոսյանի, որովհետև բանում ճակատում բան չկար այն ժամանակ, YouTube չկար որ նայեին, իրաց համար մեկ էր Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ասում էլի։ Գյուղ առ գյուղ, տարածք առ տարածք, սավալված, ֆիդայական ջոկատները գործվեցին կանեցին վրան։ Հա փաստացի տենց եղավ, չկարողացավ կանգնացնել, բայց ամենամեծ վատությունը արեց ամեն դեպքում, էլ վերջում ասեց չէ, ջանեսի մերը չի։ Ճիշտ է, ժամանակավոր գրավել ենք, բայց մենք գրավել ենք, մենք ագրեսոր ենք, եղբայրի ձենա։ Մյուրը լապանոն պետք է տանք։ Դե տղայեք մի տվեք։ Ու սա հաղթանակած նախագահն հաղթանակած։ Կառավարությունը դադարեցնում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը, որպեսզի համաձայնեն ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Շանտաժ։ Շանտաժ։ Արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Այս Հայաստանի Հանրապետության փողերի դիմաց իրանց իրական քաղաքանից, տներից, հասցեներից, գրանցումներից զրկելը դա Ադրբեջանի պահանջն է։ Պատկերացնում եք ինչ են ասում, ասում են ձեզ փող չենք տա, եթե դուք Ադրբեջանի պահանջը չկատարեք ու չհրաժարվեք ձեր Արցախի անձնագրից, որ դուք Արցախի բնակիչ եք, սրանք գիտեն թե հենց այդ պասպորտից որ հրաժարվեցին, այնտեղ ամեն ինչ ջնջվում է, պատմությունն է ջնջվում, այնտեղ բանը, չգիտեմ, կադաստրի վկայականները հուսով եմ կադաստրի գոնե տեղեկությունները ինչ որ մի հատ արխիվում էլեկտրոնային պահվում է գոնե, հա։ Ասենք լավ Գոնե վիդեո դոկումենտներ կա, չէ՞ որ անդե արցախցին ապրել է, տունա ունես էս հասցեում է բնակվել եւ այլն եւ այլն։ Սրանց մտածում է որ իրանք ամեն ինչ կարան ջնջեն, պատմություն կարան ջնջեն, անցյալ կարան ջնջեն, ամեն ինչ ջնջեն։ Ու դրա համար շանտաժ են անում, շանտաժ։ Շանտաժ, ախպեջան։ Չհրաժարվես, իր Ալիևի ասածը չանես, մենք քեզ փող չենք տա։ Ու դուք գիտեք որ ամբողջ քաղաքական դաշտին է այդ շանտաժը։ Ինչ է նշանակում Հայաստանում քաղաքական դաշտ։ Հայաստանում քաղաքական դաշտը դա մի տեղից սնվող դաշտ է, չէ՞։ Անպայման։ Դե մենք լավ գիտենք, որ Հայաստանում այդ բանը չկա, մշակույթը, որ ժողովուրդը ինքն է վճարում իր քաղաքական գործիչներին, ոնց որ Ամերիկայում։ Չկա այդ հանգանակությունները, բան ինչ որ փորձում են անել, բայց ասենք այդ մասսայականությունը չկա։ Հայաստանում քաղաքական դաշտը, նույնիսկ եթե կա էլ, դա այն փողերը չի, որով իրան կարող են այդ քաղաքական գործունեությունը ապահովել։ Քիչ է։ Իդեալական կլներ Հայաստանում լիներ այդ մշակույթը, էլի, այդ դեպքում օլիգարխները, դրսի ուժերը այդ ազդեցությունը այդքան չէին ունենա։ Բայց եթե դու ուզում ես որ Սերժիկից, Նիկոլից, Ռոբիկից, Ծառուկյան Գագորից, Տերունից ասած, չգիտեմ, Նեմեցից, Լաֆիկից փող ստանաս, դու պետք է անես բա։ Այն ելուն պահանջները Ալիևին։ Այսինքն դա Ալիևի պահանջը չի։ Դա Պուտինի դաբրոյով ու ցուցումով Ալիևի պահանջը, որովհետև այդ բոլորը ես ում անունը տվեցի, դա բոլորը ենթարկվում են այնտեղ Պուտինին, այդ ամեն ինչ արվում է Պուտինի ձեռքով, իր դաբրոյով, իր թողտվությամբ, հակառակ դեպքում ոչ Ալիևը, ոչ Էրդողանը, ոչ մի բան չեն կարող Հայաստանում անել։ Ամեն ինչ արվում է համաձայնեցրած, թույլտվությամբ, ինչպես արցախցիներն են շանտաժանում, նույն ձևի հասար բանը, նույն ձևի քաղաքական դաշտն է։ Դա վերլուծաբան ես, ինչ ես, չգիտեմ, ՀԿ ունես, միություն ունես, ինչ ուզում ես ունես, ով է փող տալի դրանց ապրելան։ Պետությունը։ Պետություն չէ, կներեք, այդ սև կասան, որ ուներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, դրանք բոլորը այդ սև կասան ունեն, որտեղից վճարում են նաև Նիկոլ Փաշինյանը։ Մենք այդ ամեն ինչը գիտենք, չէ՞։ Հիմա տեսնենք սրա մասին ինչ էր ասում սա պետք է լսել, գոնե մի քանի րոպե։
Բարերեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գերամ Ստեփանյանի հետ։ Գիտեք, որ արցախցիները հանրահավաք են անում, վրան են դրել եւ մի շարք պայմաններ են առաջ քաշում։ Բարերեկո, պարոն Ստեփանյան։ Շնորհակալություն հավերի ընդունելու համար։ Պարոն Ստեփանյան, դուք ի սկզբանե հայտարարեցիք, որ դուք հավաքական նկատի ունեմ, որ պայքարը չի լինելու քաղաքական, դուք ունեք սոցիալական խնդիրներ եւ դրանք բարձրաձայնում եք։ Հետո մենք տեսանք քաղաքական ընդդիմադիր գործիչների այցեր, աջակցություն եւ համագործակցություն եւ տեսանք քաղաքական պայմաններ։ Եվ գիտեք, տպավորությունը, որ դուք էլի հավաքական նկատի ունեմ, կամ ոմանք արցախցիների սոցիալական խնդիրների քողի տակ ընդդիմադիր պայքար են նախապատրաստում։ Պատկերացրեցիք, ու սա ներկայումս լրագրող այն ամենահանային եթերով ասում քաղաքական պայքար։ Այսինքն սա մի հանցագործություն է, արգելված բան է Հայաստանում, աստորեն, արգելված բան է քաղաքական պայքար կանելը, քաղաքականացնել հարցը։ Սա կոչում է լրագրող, որը առաջի եթերում ասում է դու քաղաքական պայքար եք անում։ Քաղաքական ուժերի գործից քաղաքական պայքար իրականացնելն է։ Այն ինչ որ կա, ինչ որ խնդիր կա, դա քաղաքականացնելն է ու դրանով ստիպել կառավարությանը աշխատելն է։ Արդեն Հայաստանում առաջի ալիքում հենց են խոսում քաղաքական պայքարի մասին, ոնց որ դա օրենքով արգելված, դա հանցագործություն է։ Ոնց որ սենց չեն խոսա, ասենք, նարկոտրաֆիկի մասին, դավաճանության մասին, չէ, դա նորմալ է։ Սահմանության խախտելը նորմալ է, թուրքերի պահանջները իրականացնելը նորմալ է, բայց քաղաքական պահանջ ունենալը, ես ինչ հանցագործության մասին է խոսքը։ Մենք ես ունենք ասել։ Սա էլ անցնում, սա էլ լողոզվում։ Սա էլ, այսինքն չասում, դες խայտարակություն է։ Կարող եք ասել, որ հոդվածով է դատապարտվում քաղաքականությամբ զբաղվելը։ Ասեք իմանանք այդ հոդվածը, էլի։ Գնանք առաջ, տեսենք ինչ է պատասխանում։ Նախ սկսենք նրանից, որ պայքարը, որը որ մեկնարկը տրվեց այդ հանրահավաքով, հանրահավաքի հարթակից եւ հանրահավաքից հետո կառավարության ներկայացված 12 կետերով պահանջագրի մեջ հստակ ֆիքսված է Արցախի ժողովրդի իրավունքներին վերաբերող հարցեր։ Եկեք նաեւ ֆիքսենք այն, որ այդ իրավունքները ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավունքներ են ներառում, այլ նաեւ Արցախի ժողովրդի այլ իրավունքներ են ներառում։ Եվ դրանից հետո, երբ որ փոխվարչապետը Եղամ, ասա, քաղաքական իրավունքներ է դա։ Աշխարհում չկա իրավունք, որ քաղաքական չէ։ Եթե դա իրավունք է, դա քաղաքական է, եղբայր։ Չկա երևույթ, որ քաղաքական չլինի, հաց ուտելն էլ է քաղաքական, բարև տալն, հիմա քո ընդեղ լինելն էլ է քաղաքական։ Իր հայտարարությունն էլ է քաղաքական, քաղաքականությունը սևացնելու process-ն էլ է քաղաքական, չէ քաղաքական, ոչ մի բան չկա։ Ինչես վախենում, հարգելի Գերամ, քաղաքական բառից։ Ինչ ես ասում։ Ինչի՞ չես կարողանում ասես, որ Պետրոս Ղազարյան, որ դու տգետ չես։ Այդ եփանից է Հայաստանում քաղաքականությունից խոսալը դառել հանցագործություն։ Կամ այդ ով է որոշե, ով ինչից իրավունք ունի խոսալ։ Ցույց տվեք այդ հոդվածը, որը արգելված է քաղաքականությունից խոսալ։ պետի մոտ տեղի ունեցավ հանդիպումը, որի ընթացքում հենց փոխվարչապետի կողմից շատ հստակ ուղերձ գնաց նա, որ սոցիալական այդ ծրագիրը 40+10 որ կոչվում է, դա վերանայման ենթակա չէ, եւ սկսվեց հերթական անգամ այլ ծրագրերով, ընդ որում այնպիսի ծրագրեր, որոնք ըստ էության մեր բարձրացած խնդիրները չեն լուծում, երևի թե այսօր կխոսենք մեր հարցազրույցի ժամանակ դրա մասին, այդ խնդիրները չեն լուծում, վերադարձան մարդիկ, ովքեր որ գնացել են բանակցելու կամ խոսելու փոխվարչապետի հետ եւ հայտնեցին, որ սա է այ ժողովուրդ, այսինքն ներկայացված մեր պահանջները հատկապես կոնկրետ փոխվարչապետի մոտ խոսված սոցիալական բլոկի հարցերը որևէ ձևով չեն կարգավորվում։ Այսինքն նրանք այն գլխից խոսակցություն սկսում են նրանից, որ մոռացեք այդ ծրագիրը վերանայման ենթակա չէ։ Դրանից հետո ինչ արվեց։ Ուրեմն խորհուրդը հայտարարեց, որ վրանը մնում է ազատության հրապարակում եւ խնդրեց Հայաստանի Հանրապետության բոլոր հասարակական հատվածի ներկայացուցիչներին, քաղաքական հատվածի ներկայացուցիչներին կոնկրետ այս օրակարգի շուրջ գալ համախմբման, գալ քննարկել, ինչպիսի լուծումներ են տեսնում, առաջարկներ ներկայացնել։ Միգուցե ինչ որ մի բան կա, որ մենք չենք հավուր պատշաճի կարողանում տեղ հասցնել եւ օգտագործել այն բոլոր լծակները, հնարավորությունները, որոնք ի վերջո կարող են ծառայել արցախցիների այս խնդիրների կարգավորման համար։ Տեսեք, դուք շատ լավ բան եք ասում։ Բայց խնդրում եմ, թույլ տաք ավարտեմ, բայց նաեւ խնդրում եմ ֆիքսել այն հանգամանքը, որ հենց հանրահավաքի օրը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից, գրառում ներողություն, աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից, առանց խորանալու այս մարդկանց ինչն է հանել 10,000 հոգու ինչն է հանել այդ հարթակ, հայտարարություն է արվում, որ արցախցիներին օգտագործում են որպես քաղաքական մսացու են ասում, ինչ որ Ղարաբաղյան կլանն է գլուխ հանում, ախր ինչն է պատճառը, որ այդ գործողություններով կամ այդ ամեն ինչով պիտակավորվում են մարդիկ, ովքեր պարզապես իրենց իրավունքների համար դուրս են եկել իրենց պահանջները ներկայացնում։ Պարոն Ստեփան, որ այնտեղ մարդիկ կան, որոնք իրոք դուրս են եկել իրենց սոցիալական խնդիրները պահանջել, դա ոչ ոք չի վիճարկում, բայց տեսեք, ըստ ձեզ դուք երբ որ Տիգրան Խաչատրյանը մերժել է եւ իր տարբերակն ասել, այս մասին եք խոսում։ Դուք դիմել եք ուժերին, քաղաքական ասել եք եկեք դուք էլ մի լավ բան առաջարկեք, չէ՞, կարող է ինչ-որ մեկ ինչ-որ բանաձև գիտի։ Եվ ըստ ձեր տրամաբանության կա իշխանություն եւ ընդդիմություն։ Պետք է ընդդիմությունը գար, ասել այ տեսեք, այս բանաձևով կլինի, բյուջեում այստեղ այսքան գումար կա, այս գումարը կարանք սենց անենք, այստեղ 3 միլիոն չի 5 միլիոն կարանք տանք, այստեղ այս մարզում 5 միլիոն չէ 4.5-ով տներ, այսինքն խորանային ձեր Կարանք տանք, այդ ասվածն այդ էգողները պետք է տային Պետրոս։ Լսենք նշանակությունը։ Ինչ տեսանք մենք։ Եկան տարբեր ընդդիմադիր գործիչներ, օրինակ Ալբերտ Բազյանը, ես տեսա։ Նա ձեր մոտ խոսում էր մասին, որ այս իշխանությունը դավաճան է եւ պետք է օրը տաքանան իշխանափոխություն անեք։ Հա։ Հա, քո խնդրեմ ի՞նչն է, Պետրոս։ Հա, եթե ինքը այս խնդիրները չի կարողանում լուծի, ինքն է պատճառը այս խնդիրների ձևավորմանը, ուրեմն դավաճանա, չէ՞, ասես պետք է ռադանես, նոր իշխանություն լինես, հարցերը լուծի։ Ի՞նչն է քո խնդրեմը։ Ի՞նչն է քեզ տենց անհանգստացրել։ Եվ այս կասեմ ի՞նչն անհանգստացրել։ Այն որ Փաշինյան Նիկոլը 0 հեղինակություն ունի, 0 աջակցություն ունի ժողովրդի մեջ, չնայած նրան, որ իր թիկունքում կանածա Սերժիկը, Ռոբիկը, Լևոնը, ամբողջ ուժային համակարգը, ռուսական ագենտուրան, ամբողջ իրան պահում են, բայց այդ հասարակ ժողովուրդը չգիտի դեռ դրանք, որ իմանա դրանք կմնան լրիվ մենակ։ Չնայած մեկը ամբողջ իր այդ մի 20% չեն կազմում։ Սրանց համար վախեցրել են հանգամանքը, որ այդ հավաքվածների մոտ Ալբերտ Բազյանը եկել ասել են դավաճան են։ Ի՞նչն է քո համար նորություն, Պետրոս։ Թե քո համար դավաճան չեն։ Դե եթե իհարկե դու տեղ նստած ես ու ասում ես քո քաղաքականությունով չի կարելի զբաղվել, այսինքն այդ աստիճան վատ է ձեր վիճակը։ Իհարկե վատ է, որովհետև եթե լավ լիներ, չեք վախենա հարցերը քաղաքականացնելուց, եւ ընդհանրապես չեք վախենա ձեզ որևէ բանում մեղադրելուց, որովհետև Սերժ Սարգսյանի ես օրինակ չեմ հիշում, որ վախենա մի բան քաղաքական հայտարարությունից կամ ինքը վստահ է, որ ինչքան ուզենա այնքան խփելու է։ Այլաբար մեկ էր ով իշք խոսա։ Այլաբար մեկ էր, բացարձակապես ինքը վստահ է, որ ինչքան ուզենա խփելու է։ Ասես չէ։ Ուզենք 70, 80, 90, ինչքան ուզենք խփենք։ Բայց Նիկոլ այդ բախը, այդ վստահությունը չունի։ Ինքը արդեն խփվել է երկու անգամ։ Նա փարակայում, նա դեռ բանում։ Գյումրի։ Հիմա ասում է Հանրապետության հրապարակում մի խոսացեք, ոնց է։ Այդ ով է որոշել, դու Պետրոս թե Նիկոլը։ Եվ այդտենց մեծ առումով մնացածը։ Այ եթե մենք ձեր ասածը տեսնեինք, կասենք ճիշտ է, այդ ընդդիմությունն է պետք է առաջարկնան, հենց երկրում մենակ իշխանությունը չի։ Հա, ընդդիմությունը քաղաքական առաջարկելան, իդիոտ։ Ընդդիմությունը քաղաքական ընդդիմություն է։ Բնականաբար իր առաջարկները քաղաքական են լինելու։ Ընդդիմություն գիտես ինչ է, Պետրոս։ Կարող գիտես էդի ԺԵԿ-ի բաժինը, ասենք ԺԵԿ-ի կոմունալ բաժինը, չգիտեմ ԺԵԿ-ը կոմունալ բաժին ու թե չունի, երևի մի բան կունենա։ Ընդդիմությունը դա քաղաքական մարմին է, արա։ Քո գործը քաղաքական է, դու հիմա խոսում ես քաղաքականության մասին, դու քաղաքական քարոզ ես անում, քաղաքական հետևանք ունենում քո խոսքը։ Ոնց ես ակնկալում ասում ընդդիմությունը քաղաքականությունն է խոսում, խո դու լրիվ իդիոտ չեք արա։ Չնայած բա ինչ է։ Ավելի որակյալ առաջարկաբերում, լուծումներ է ցույց տալիս, բայց մենք տեսանք իշխանապողության պատրաստություն։ Շատ լավ, հիմա ես Բայց ընդդիմության գործը ինչին է։ Ասեմ քեզ Պետրոս, երևի դու չգիտես իշխանություն ընդդիմություն ինչի համար է։ Ընդդիմությունը իշխանության ձգտելու համար է։ Ցանկացած երկրում ցանկացած ընդդիմության գործ, պարտավորություն իշխանություն վերցնելն է։ Ամեն գնով լեգիտիմ օրինական բան ձևերով իշխանության գալն է։ Ցանկացած հարց քաղաքականացնելն է։ Ցանկացած թերացում բարձրացնելն է։ Ընդդիմության գործը ֆունկցիան։ Ցանկացած համակարգում, արա իշխանության գալն է։ Սրանք ասում են իշխանություն պետք չկա։ Իշխանությունը Նիկոլն է, վերջ աղբեր։
Վերջ, ուրիշ մարդ մրի չկա իշխանություն, դուք մոռացել եք իշխանությունը, ոնց խլեց Նիկոլը Ճակերտավորը մասում Սերժի ձևից ու ինչ ձևերով իբր։ Դուք մոռացել եք, ու սա հայացքը զարմացել է, ասում իշխանությունն է ուզում ընդդիմությունը, այ քեզի բան։ Քանի որ ներկայ են որպես Եվ դե ասած պարոն Չախոյանի ասածը մենք տեսանք, որ նրանք գալիս են եւ ձեզ փորձում են օգտագործել քաղաքական ոչ պայքարի թե մենք տեսանք, այլ մենք տեսանք Այս Տարոն Չախոյանը ո՞նց է հայտնվել պաշտոնում, կարող ասես Նիկոլ։ Ասեմ Նիկոլ, ի՞նչ տարբերություն։ Պետրոս։ Կարող ասես Տարոն Չախոյանը ո՞նց է հասել այդտեղ։ Ինչ էր անում ինքը։ Եվ ո՞նց ինքը հասավ այդտեղ։ Կարող է հանկարծ հիշես, որ դա այս կեղծ հեղափոխության արդյունքում, թե հեղափոխությունը քաղաքական գործընթաց չի։ Թե ասենք հեղափոխություն կարելի անել բացառապես Նիկոլի թույլտվությամբ կամ մասնակցությամբ, հա։ Դուք մոռացել եք նույն Տարոնով Զիբիլը ոնց է հասել այդտեղ։ Այն որ իրեն թվում է հասել է, բերել նշանակել են այդտեղ, որ հետո ջարդեն իր գլխի վրա հանցագործությունները, նշանակում է ինքը արդեն մարդ է դա, ու ինքը կարող է գնահատականներ դա։ Ու մոռանում է ինքը իր անցյալ ով է ինքը։ Դուք կարող եք մոռանալ, դուք կարող եք մոռանալ իբր։ Ես կհիշեցնեմ բոլոր հնարավոր ձևերով։ Գեղաբնուր կմկմում է։ որ Տարոն Չախոյանը եւ կառավարությունը փոխանակ հավուր պատշաճի հասցեագրեր այս հարցերը եւ լուծումներ առաջարկել, ընդ որում լուծումներ, որ մայիսի 1-ից մարդիկ չհայտնվեն դրսում, այլ հակառակը ներկայացնում այնպես, որ իրենք բոլոր խնդիրներին տեղյակ են, ունեն բոլոր վերլուծությունները, բայց պարզից էր պարզ է, որ առաջիկա ամսվա ընթացքում, քանի որ ապրիլի կեսերից է ընթացվում այդ սոցիալական աջակցությունը, առաջիկա ամսվա ընթացքում մենք ունենալու ենք բազմաթիվ ընտանիքներ, որոնք որ դրսում են մնալու։ Այսինքն ինչ են առաջարկում, ասում են կլինի մի ամիս էլ ձեզ ավել փող տանք, բանը հանեք։ Բազար են վերածել էլի։ Բազար, կաշառք, փող տանք, վրանները հանեք, ճանապարհ գցենք, փող ա գալու, փող, կաշառք։ Սա ոչ թե քաղաքականություն է, սա առևտուր է, մարդուն նվաստացնել, փողը տաս, ինքը նվաստանա։ Նվաստանա քո դեմ, ասի լավ։ Մի ամիս էլ ինձ փող տուր ապրեմ, դրանից հետո ես ինչ եմ անում։ Ինձ տնից, տղից ամեն ինչից կջել բերել ես ստեղ։ Վռնդել ես իմ երկրից, քո ձեռով արել ես ախ։ Հիմա ասում եմ, մի ամիս էլ քեզ փոխտամ ձենը կջի։ Դες հիշացնեմ ուղղակի էլի։ Ասում ես որպես քաղաքացի իմացել եմ, որ Հաջութում ադրբեջանցի կա։ Ինքը որպես հրամանատար չգիտեր, սա զոհված ծնողի բանը, ցուսմունքն է։ Ես ասեմ ու մասով ասա։ Այս Ֆիզուլիի եւ բանի հանցագործի դեմքն եմ ուզում գտնեմ այսօր մտեղ տեսնեմ ստեչի ոնցոր։ Լավ։ Այսինքն ինչի մասն է խոսքը։ Իմացել են, որ թուրքն դեղա։ Իմացել են։ Ֆիզուլիում, Հաջութում իմացել են, որ թուրքն դեղա, բայց երեխեքին ուղարկել են դեղ։ Երեխեքին անպաշտպան ուղարկել են սպանվելու 300 հոգի։ Ծնողն ասում է, այ ես Երևանում գիտեի։ Դուք այնտեղ չգիտեք, բայց այդ հրամանատարի կողքին չէր։ Բայց եթե դու չգիտեիր, բայց ուղեկցեիր առաջնորդեիր այդ երեխեքին։ Ինքը մեքենայով փախել է, երեխեքին ուղարկել է այնտեղ։ Սպանվելու ու տենց գիտեք քանի հազար սան կան։ Մի մաս ազատության մեջ են, մի մասն իբր քննությունների ապար են գնում, իբր եմ ասում։ Իրանք կա չեն, դրանք ազատության մեջ են Վիտոյից սկսած։ Սերժիկ, ասեմ Սերժիկից, Նիկոլից սկսած։ Կան չէ, բոլորը Բաբայան Սամոն, Վիտոն, Բաբայան Սամոն, բոլորն իմացել են այդ ամեն ինչից, բոլորը դրանք իրականացնողներից են, մեկը բունկերից։ Հիմա չկմեղացած, միայն ոչ մի բան չէ, ոչ մի ինչ իմացել իրանք, սուրտն են լավել, Ջալալը չգիտեն ինչ է կատարվում, դա տեղակալները չգիտեն ինչ է կատարվում։ Պաշտպանության նախարարը, չնայած մի հատ պաշտպանության նախարարն է, որ հիմա բանտում հալը, ջարդեցին իր գլխին, բայց դա ժամանակավոր թողին։ Եվ այդպես ադագանցնենք դրսի նորություններին ու վերադառնանք էլի Հայաստան։ Պատկերացնում եք, աշխարհը դատապարտել է Պուտինի հանցագործությունը, այն քաղաքի ռմբակոծությունը, Կիրակի օրը մարդիկ գնացել էին հավոտելու տոնական միջոցառում,
ռմբակոծում մարդա սպանում, երեխեք։ Բոլորը դատապարտել են, Ամերիկան չի դատապարտում։ Թրամփը չի դատապարտում։ Թրամփը ասում է դա պատահական էր։ Չեն իմացել։ Չէ, ասում է ինքը պատասխանատու է, բայց ինքը մեղավոր չի։ Թրամփը Պուտինի համար ասում է, դե չի իմացել, պատասխանատու է, բայց մեղավոր չէ այդ մարդը։ Նայեք, Թրամփը ինչ ուզենա կարող ասի, որպես անհատ մարդ։ Ինձ դա առանձնապես չի նեղացնում, ինձ ավելի շատ նեղացնում է, գիտեք ինչ է։ Որ շատերի համար էսի ոնց որ թե նորմալ է։ Այսինքն եթե Թրամփն ասում, ուրեմն տենց է։ Ինձ ոնց է նեղացնում, չէ պատկերացնի։ Ես Թրամփին կյանքում լուրջ չեմ վերաբերվել, ես հիմա էլ լուրջ չեմ վերաբերվում։ Նա կամ կատարյալ անմեղսունակ է, կամ ուղղակի շատ վատ իրականացնող, այսինքն շատ վատ իրականացնում է Պուտինի, Նետանյահուի համար այն ինչ որ պետք է։ Ինչ եմ ասում, վատ, որտեղ եթե լավ իրականացնել, դա չէ երևա, էլի։ Դա որ sense 100% ամեն ինչ երևում է, դա եմ ասում վատ։ Կամ կատարյալ անմեղսունակ է, դա մ դնում եմ մի կողմ, բայց իր գործողությունների նկատմամբ մարդկանց ռեակցիան խոսում է հենց այդ մարդկանց մասին։ Ոնց որ ասենք ճիվաղի, ես ասում եմ բարև տվողը դե հետ շփվողը դա աջակցողը ինքը հանցակից է։ Նույն բանը իմ համար այս պարագայում է։ Ու եթե մենք մի ձեռով կարող ենք դեմ լինել ճիվաղին, մյուս ձեռով լինել այս Թրամփ կոչեցյալին, ես ուզում եմ հասկանամ, ոնց է տենց անում։ Ոնց է դա հնարավոր էլի, ես ստեղ էլ ասում, այս է շարունակությունն է, այդ Թրամփի օգնականն ասում, գիտես, ասում որ 5 շրջանները 10 մենք կարողանանք նստենք բանակցությունների Պուտինի հետ։ Դա ես ուզում եմ հասկանամ, ոնց է ստացվում էլ, ասենք, որ մեր պարագայում եթե մի բան աննորմալ է, բայց ասենք եթե նույն բանը անում ուրիշի նկատմամբ դա նորմալ է։ Ես դա չեմ կարողանում հասկանալ։ Ու երբ որ տեսնում եմ այս մարդիկ, ես սկսում եմ մտածել, որ ամեն ինչ տեղին է։ Ցավով եմ ասում, գիտեք ինչի եմ դա ցավում, որտեղ ես այդտեղ սկսում եմ հուսահատվել։ Այդտեղ սկսում եմ մենակ զգալ, այդտեղ զգում եմ, որ շրջապատս քիչ ավելի տեղից մի բան չի մնացել, ավելի ասած նեղվում, դառնում է ճիշտ։ Կկվում ու ջուրանում, ես պուճուրանից չեմ վախենում, մտածում եմ, բա ոնց է կանելու։ Ես ոչ մենակ մնալուց եմ կյանքում վախեցել, բացարձակապես։ Ես այնքան ինքնաբավ եմ, որ ես իմ հետ սարսափել հետաքրքիր։ Չեմ վախենում մենակ մնալուց, չեմ վախենում սխալ լինելուց, ես այդ բաներ անցել եմ։ Վախենում եմ միայն, որ ես չկարողանամ գտնեմ այն քանակի համախոհներ, որ կարողանանք մի բան փոխել։ Ոչ թե իմ համար։ Այլ ուղղակի որ տեսնեմ այն, մենք իրար բոլորս տեսնենք այն, ինչ որ ուզում ենք տեսնենք։ Իսկ դրա համար դա մի հոգու բան չի, 1000 հոգու բան չի։ Ի վերջո մի ձեռքը ծափ չի տալիս էլի։ Բայց ու նայում ես ես Թրամփ ասում է լավ է, ճիշտ է, չէ, բայց Նիկոլի ասածը ճիշտ չի։ Չի լինում այդպես։ Իրոք չի լինում։ Տեսեք, ուկրաինացիները եւ Ադրբեջանի համար էին ուրախ եւ շնորհավորում էին, հա, ես սա ոչ թե բան եմ ասում, որ ես վրեժ եմ ուզում լուծեմ, կամ ոչ թե ես դրանք մոռացել եմ, չէ։ Բայց մեկը հանցագործություն է այդ անմեղ երեխեքի նկատմամբ, անմեղ մարդկանց նկատմամբ։ Այ եթե հիմա մեկը վերցնի Ադրբեջանում հիվանդանոց պայթացնի, որտեղ հիվանդներ են պատկած։ Հա, կամ նրանք հավաքվել են միտեղ աղոթում են դնի այդ պայթացնի, էլի նույն ձևի իմ համար անընդունելի է։ Եվ չեք հավատում, իմ համար դա անընդունելի է, ես դա չեմ ուրախանալու։ Նույնիսկ իմ թշնամուն պատերազմի ժամանակ, պատերազմի դաշտում դա ուրիշ տրամաբանություն ունի։ Հիմա կասեմ, բա մեզ ոնց են արել, վատ են արել, որ անում են դու պետք է պաշտպանես 1000 անգամ ավել անես, բայց խաղաղ ժամանակ դնել այդպես բան անել։ Իսկ այդ սումը այդ քաղաքի կենտրոնն է, եկեղեցի գնացող մայրը իր երեխեքի հետ։ Ոնց ես դու իրան սպանում, սպանելու վրա ուրախանում։ Իմ համար սա
Ոնց եմ ասում, եթե դա կարելի է, վախենալուն տեղ է, եթե մեկի համար դա նորմալ է, դեպքում ինչի նորմալ չի, որ դա քո նկատմամբ ալինի մախր։ Սա է վախենալու։ Ոչ թե ես մտահոգված եմ ամեն մեկի անձնական կարմայի մասով, չէ, ես դա ասում մտածում, ես իմ մասին այնքան մտածելու բան ունեմ, որ ինձ հերիք է։ Չես մտածում եմ, բայց եթե մենք այտենց ենք նայում կյանքին, չէ՞ որ այս կյանքը հետա գալու մասսայական մեր բոլորի վրա։ Ադրբեջանի այդ նախարարի խորհրդականի մանն էլ կասկածում են ինֆորմացիա տարածելու արտահանելու, չի կասկածում։ Իրաց նախարարը մեյլրու բան ունի։ Մեյլրույով է օգտագործում նամակ, այսինքն փակուն մեյլրու account է ունեցել, որը նշանակում է մենակ մի բան։ Առնվազն ինչ գրվել է այնտեղ, դա հասանելի է FSB-ին։ Եթե նույնիսկ հատուկ չի գրել, դա հասանելի է FSB-ին։ Բայց աշխատանքային նախարարը ունենա mail.ru account, դա արդեն հանցագործություն է։ Ես դա առանձնապես զարմացած չեմ։ Այ մենք արդեն սրանց խոսացինք, Վիտկով առաջարկում է 5 շրջան տալ։ Իսկ բանը Զելենսկին ուղղակի գլորի ծոցը։ Ես ուզում եմ այս մասին ասել մեր Կալենի Իսրայելյան տիժ մեդիայի ֆիլմը նկարում գեղարվեստական 44 օրյայի մասին, այսինքն ուկրաինացի հերոս Ուկրաինայից է գալիս է 44 օրյայի մասնակցելու, այ ու անետ կոդում է, այդ պատմությունը նրա մասին է, ինձ խնդրեց, որ ես տարածեմ այս QR կոդով, եթե մարդիկ կան այդ լայնամետրաժ ֆիլմը նկարանելու համար ուզում են աջակցություն ցուցաբերեն, կարող է ասենց հիմա հեռախոսը պահեց սրա վրա, QR կոդով իրեն կտանի պետքական տեղը, ես էլ խոստացա, որ անեմ։ Հայկ Դեմոյանը գնում ասում է կրկեսը գնացել է կարտնագեցին հետ։ ԿՊՀ-ականին հարց է տալի։ Նա ասում է, նա սկսել է շատ լուրջ աշխատել անմեղսունակ ճանաչելու ուղղությամբ։ Հա? Դրա մասին վկայում ձեր առաջնորդի շարժուձևն ու անհոդաբար մտքերը, բայց բոլոր կեղտոտ գործերն արդեն արված են։ Առաքելությունը մոտենում է տրամաբանական ավարտին։ Հասցրել եք զգալ ձեր ժամանակի ու իրավիճակի մեջ հայտնված պատանդի կարգավիճակում, զգում եք, որ արդեն պատանդ եք, թե շարունակելու եք հույսեր փայփայել, մտածել արդյոք, թե որտեղ եք հայտնվելու վերջան արդյունքում։ Հասուն Հայկ Դեմոյանն էլ նույնը ասում է, որ սա վաղուց մի օր բրցնելու է ու դուք բոլորը հայտնվելու եք պատասխանատվի կարգավիճակում։ Ասեմ, Նիկոլն էլ ցուսվում կատարում ձեր դեմ։ Քայլ առաջին, բարի խորհուրդ ասում է, հանձնեք ձեր հեծանիվները Ժան Լեանդրասյանի, քանզի կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրացումների կարգավիճակում։ Տեսեք, ամեն անգամ որ ես նույն բանն ասում եմ, թվա դա միայն իմ ֆանտազիան է։ Խնդրեմ նույն մի քիչ ձևակերպումով Հայկ Դեմոյանից։ Այսօր ես տեսարան անգավ աչքիս առաջ, ուզում եմ դուք նայեք էլի մի հատ։ Երաժշտությունը հատուկ է մանջատը, զռոց էլ մի հատ էլի, զռոց։ Սա Գյումրին է։ Ռոյս-Ռոյսը G-Wagen-ներով եւ շատերի համար սա բան է, լավ, ճոխ հարսանիք է, ինչ վատ բան կա, չէ՞ սա մեջ։ Այս է սոսկալի, եթե մեկը մտածում է, ինչ վատ կա, վատ բան կա սա մեջ։ Սա Հայաստանն է։ Սա եթե լիներ, ասենք, Ամերիկայում, չնայած Ամերիկայում սա բան չլինի, եթե լիներ էլի հայերը պետք է անեին։ Սա ուժի հանցագործ ուժի, հանցավոր աշխարհի իշխանության հետ սերտաճած ուժի ցուցադրումը, անպատժելիության, անիրավության մարմնավորումը։ Ու եթե մեկը նայում է այս տեսարանին ու տագնապի մոտ, տագնապի փոխարեն ուրիշ զգացմունք է առաջանում, բայց Սիրունա ինչ հարուստ է, բան է, ասենց։ Ուրեմն մենք խնդիր ունենք։ Մեր խնդիրը հենց սրա վրա ուրախանալն է, հենց սրանից չտագնապելն է,
որովհետև չենք հասկանում, որ սա այս դրսևորումը բերեց մեզ այս վիճակին։ Սա գիտեք ինչա, սա իշխանությունն ամեն գնով, որովհետև միայն անպատիժ իշխանության պարագայում դու կարող ես 200,000-նոց, 200,000 կամ 250,000-նոց մեքենա ունենալ հայկական իրականության մեջ։ Եթե մեկը կփորձի ինձ բացատրել, ապացուցել, որ Հայաստանում կարելի է բիզնեսով զբաղվել ու սենց մեքենա ունենալ, կասեմ հնարավոր է, գիտեք, սուպեր բիզնեսմեն ես, որ հասել ես այն աստիճանի, որ սենց մեքենա ունես, բայց հենց դու հասել այդ աստիճանի, որ սենց մեքենա ունես, եթե դու իրանցից մեկը չես, դու ես մեքենան էլ չունես։ Վերջ, մենք բազմաթիվ այդպես դեպքեր գիտենք ու ոչ մեկ չփորձի ինձ հակառակը ապացուցի։ Սրա արտաքին հայացքից անմեղ թվացող էս արշավը ուղղակի ցույց է տալի մեր այսօրվա վիճակի հիմնական պատճառներից ընդհանրապես մի մասը։ Ինչի դիմաց մենք կորցնում ենք մեր ազատությունները, մեր կյանքերը, մեր երկիրը, մեր խոսելու իրավունքը, մեր պահանջելու իրավունքը, որովհետև այս շարասյունը իր տրամաբանությունն ունի։ Սա ենթարկվելու հրամանները անվիճարկելի իրականացնելու, դա ինչ ուզում է լինի, դա լինի ընտրությունների կեղծում, դա լինի մասաների վրա հարձակում, սալիթաղ կլինի, չգիտեմ, մարտի 1 կլինի, չէ՞ որ մարտի 1-ի ժամանակ որ մենակ զինվորները չէին կրակում, բոլոր թիկնազորները զինված ոստիկանական համազգեստով մարդ էին ծեսում, նույնը սալիթաղում էր Սասնասրահի ապստամբության ժամանակ, սա այս տեսարանը սա է։ Ու եթե մեկը նայում է այս տեսարանը մոտ տագնապ չի առաջանում, մենք խնդիր ունենք։ Սա Ջիվագենի հակագովաստ չի, սա այս համակարգի նկարագրությունն է հայկական իրականության մեջ։ Քաղաքական այս խայտարակ ժամանակներում ես մտածում եմ բոլոր ժողովուրդները ունեն մեր կարիքը։ Մեր կարիքը, որովհետև ինչի մեր կարիքը, նժդեի կարիքը մասնավորապես, որովհետև բոլոր ժողովուրդներին, մանավանդ երիտասարդ ժողովուրդներին ուղեցույցներ է պետք։ Մենք դա ունենք։ Բայց ես վստահ չեմ, որ ամերիկացի ժողովուրդը ունի։ Չնայած եթե խորանան, կարող է իրանք էլ այդպես բաներ ունեն, բայց մենք կարող ենք դա ուղղակի ցիտել մեր փորձից։ Ինչ է ասում նժդեը։ Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին, անհավասար կռվում, նա է դեպի հաջողությունն ու հաղթանակն առաջնորդում թվապես թույլերին, մեծամեծ հակառակորդների դեմ, նա եղել է այսօր և միակ ապավենն է մեզ համար փոքրիկ ժողովուրդների։ Բարոյական ուժը, էլի նժդեը, ես ամբողջը չեմ կարդում, էլի վերջում գալիս կանգնում է բարոյականության և բարոյական ուժի վրա, երբ որ մարդը վստահ է, պահում է իր բարոյական ուժը, մանավանդ փոքրերի համար դա ամենակարևորն է, դա ասենք այն ուժն է, որի շուրջ համախմբվելով է հնարավոր միայն փոխելը։ Ես ամբողջ այս հաղորդման ընթացքում այսօր ասում էի այս խնդիրները ինչ ենք անելու, լուծումը սա է, ստեղ է, դժվար է տալիս է, դա բան եմ ասում, այս ոսկերը կարող է ոչ միայն մեր համար ուղեցույց լինել, շատ ժողովուրդների համար։ Եվ այսօր մեր դրության մեջ միայն նա բարոյական ուժը կարող է ապրեցնել մեզ, ուրեմն ճանաչենք նրան որպես ընդհանուր աստվածություն, լինենք ուժեղ արևի տակ մեր տեղն ու գոյությունը իրավունքները պահելու համար։ Այսինքն որպեսզի կարողանանք մենք տեղն ու դիրքը պահենք, պետք է վերադառնանք այդ բարոյականությունը, որը ամենամեծ ուժն է, ինքը ասում է աստվածային ուժ։ Չեք պատկերացնի, ես ինչքան եմ օրորի բացահայտում նժդեին այս մանր ասես մասնող տողերի մեջ, ինչքան մեծ է ինքը, ինչքան հիմնավոր է։ Եվ ասես բալասանը ամեն հարցերում, ցանկացած իրավիճակում ինքը դրա բանը, բանաձևը տվել է, ուղղակի իր ամբողջ այդ գրականության մեջ դա գտնել է պետք։ Եվ ոչ միայն ինքը։ Ուզում ես սա ներկայացնել Համոսայանին։ Ինչ անեմ, աչքերս փակեմ, անրջեմ,
ու բանամ նորից։ Հուշերս հավաքեմ մեկ-մեկ ու մտքով մանկանամ նորից։ Կոլոստի սարսափը հերքեմ հույսերը շիկանա նորից։ Հավատամ մարդուն աշխարհին մոլորված չմնամ նորից։ Սա այսօրվա մասին ասում, լրիվ։ Չգիտեմ ուր եմ հասնելու, չգիտեմ երբ եմ հասնելու, ճամփա է նստեմ այս քարին, շունչ քաշեմ ու գնամ նորից։ Հիմա սա լրիվ մեր վիճակն է, չգիտենք ուր ենք հասնելու, չգիտեմ ոնց է լինելու, բայց եթե նստենք շունչ քաշենք, չհանձնվենք ու գնանք նորից։ Այդ տարբերակ չկա։ Ու իսկ ոնց գնալ, ուր գնալ, տալիս է նժդե։ Վերջում էլ ասում է, ախր մենք ափսոս էինք, ինչու այսքան մանրացանք։ Գիտեք, ես որ կարդում եմ Ամոսայանը, մտածում եմ, եթե ինքը ժամանակ գրել է, որ ախր ափսոս էինք, ինչու այսքան մանրացանք, իսկ այսօրվա հայացքով մենք այդ ժամանակ այդքան մանրացած չէինք։ Այս ի՞նչ է տեսես Սահյանը, այն ժամանակ որ գրել ախր ափսոս էինք, ինչու այսքան մանրացանք։ Եթե մանրացած ենք եղել ու չենք վերացել, գուցե շանս կա, որ հիմա էլ չենք վերանա։ Եվ վերջում էլ ուզում սևակով ավարտենք։ Ուր է գնում ժամանակը ու փոխվում է ամեն ինչ։ Այնինչ թանկ էր մի ժամանակ, հիմա դարձել է ոչինչ։ Ես հիշում եմ, որ ժամանակին արժանապատվությունը շատ թանկ բան էր։ Հայրենասիրությունը շատ թանկ բան էր, մարդկությունը շատ թանկ բան էր, իմիջը սեփական շատ թանկ բան էր, հիմա դառել է ոչինչ։ Բայց Համոսայանի խոսքերով ասեմ, ասում եմ, նստենք, շունչ քաշենք ու շարունակենք մեր ճանապարհը։ Շարունակենք մեր ճանապարհը, անկախ նրանից ինչու մի մասի համար այդ ամեն ինչը դառել է ոչինչ, թե դա դեռ արժեք է։ Որտեւ եթե մենք հանձնվեցինք, չշարունակեցինք մեր ճանապարհը, նժդեի ասած ճանապարհով, բարոյականության ուժի ճանապարհով, մենք ոչ մի շանս չունենք։ Ես միակ փրկությունը տեղ եմ տեսնում, անկեղծ։ Սա է ինձ այսօր խոսելու եւ ապրելու ուժ տալիս։ Հակառակ դեպքում բոլոր հիմքերը կան հանձնվելու էլ ոչինչ չանելու։ Դրա համար այսօր ես ամեն ինչը սենց ձեզ ներկայացրեցի, որ մի կողմից էլ բացահայտեմ, թե ես ուժն ու խթանը որտեղից եմ ստանում։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։